Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մինասյան, մի քանի օր առաջ լրացավ Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի 1 տարին, արդեն ըստ էության ինչ հնարավորություն է տալիս որոշակիորեն գնահատել թե process-ները, որոնք տեղի են ունեցել այդ ընթացքում շարունակում են տեղի ունենալ, եւ թե ռետորաբանությունը, բայց դրան առանձին կանրադառնանք, որտեղ այնտեղ էլ փոփոխություններ կան։ Հիմա եթե վերցնենք այս 1 տարվա կտրվածքով, ինչ ունենք արդյունքում, վերջնարդյունքում, գետնի վրա դեռ ոչինչ չկա, բայց կարծում եմ նախ կարևոր է փորձել հասկանալ այն միջավայրը, որտեղից մենք այսպես մեկնարկային կետը, որտեղից մենք կարող ենք հաշվարկել։ Եթե դիտարկում ենք դեռ 1.5 տարի առաջ ունեցած իրավիճակը, այսինքն 2025 թվականի առաջին կիսամյակը, կարծում եմ դեռևս թարմ է բոլորի հիշողությունը եւ բոլորն էլ հիշում են, որ բարբերաբար կային որոշակի էսկալացիոն նշույլներ սահմանին, հնչում էին հայտարարություններ ադրբեջանական կողմից, թե իբր հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի ուղղությամբ, այն ավանդական հռետորաբանությունը, երբ որ իրենք նախապատրաստում էին ինչ-որ էսկալացիայի, դրանից առաջ մեղադրում էին մեզ։ Եվ չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանում շատերը, հատկապես այն մարդիկ, ովքեր հետևում էին իրավիճակին, ըստ էության ամեն օր անհանգստությամբ հետևում էին, թե երբ կսկսվի նոր ադրբեջանական էսկալացիան, նոր հարձակումը։ Այսինքն սա էր այն մեկնարկային կետը, որը մենք ունենք 2025 թվականի սկզբին։ 2025 թվականին տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխություն, ինչը նաև հնարավորություն տվեց որոշակի վերանայումներ իրականացնել, այդ թվում նաև Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ հայկական կողմը շփումներ սկսեց Միացյալ Նահանգների հետ, որպեսզի հասկանանք, թե արդյոք Միացյալ Նահանգները հետաքրքրված է մեր տարածաշրջանով հակամարտության կարգավորմամբ եւ գաղտնիք չէ, որ դեռ նախընտրական շրջանում Թրամփը հայտարարում էր, որ ինքը գալիս է պատերազմները դադարեցնելու եւ այլն, եւ սա նաեւ լավ հնարավորություն էր հայկական կողմի համար։ Այդ փակ շփումները բավական հաջող անցան եւ կհիշեք, որ գարնանը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆի անակնկալայցը Մոսկվայից դեպի Բաքու, ռելիզներ չտարածվեցին այդ հանդիպման մասին, բայց ըստ էության հիմնական նպատակը այդ այցի այն էր, որ հասկանա Միացյալ Նահանգները արդյոք Բաքուն եւս տրամադրված է շարժվելու դեպի խաղաղություն։ Կհիշեք նաև, որ հայկական կողմը բավական ակտիվ բանակցություններ էր վարում նաև ադրբեջանական կողմի հետ եւ ամռանը հուլիսին Աբու Դաբիում տեղի ունեցավ հանդիպում եւ ըստ էության շատ հարցերի շուրջ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, սակայն այդ ճեղքումը հնարավոր չեղավ արձանագրել եւ այդտեղ արդեն ամերիկյան կողմը եկավ աջակցության եւ առաջ բերեց այդ հաղորդակցությունների ապաշրջափակման իր բանաձևը թրիփի տեսքով։ Դրա արդյունքում ստորագրվեց արդեն օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագիրը, որի մաս է կազմում նաև թրիփը, ինչպես նաև նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Սա այն առանցքային իրադարձություններ, որ տեղի ունեցավ։ Հիմա եթե փորձենք ամփոփել 1 տարվա ընթացքում տարբեր ուղղություններով մենք ինչ ունենք։ Խաղաղության համաձայնագրի հետ կապված կարևոր փաստ է, որ այն նախաստորագրվել է, դա ինչ է նշանակում։ Այսինքն փաստաթղթի բոլոր դրույթների հետ երկու կողմերը իրենց համաձայնությունն են հայտնել, իրենց ստորագրություններն են դրել, այսինքն այդ տեքստը փոփոխության ենթակա չէ։ Այստեղ կարևոր է նաև արձանագրել, ընդ որում այս փաստաթղթը հրապարակային է, ցանկացողները կարող են բացել ԱԳՆ կայքում հրապարակված է, ծանոթանան, բոլոր դրույթները երկկողմ են, չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին եւ չի վերաբերում Ադրբեջանին։ Այսպես, եթե ավելի պարզ ասենք, ինքը ստանդարտ բնույթի խաղաղության համաձայնագիրը, որը տասնյակներով աշխարհում կա նման ընդունված դասական դիվանագիտական ձևակերպումներով, տերմինաբանությամբ եւ այլն, բայց այստեղ ամենակարևորը այն է, որ այն երկկողմ բնույթի փաստաթուղթ է, միակողմանիություն այդ փաստաթղթում չկա։ Սա փաստաթղթի ճանապարհները բացվում են բոլորի համար, երկու կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչում, այնպես չէ մենք իրենց ճանաչում ենք, իրենք մերը չէ եւ այլն։ Հետո այդտեղ հազար մի պահանջներ կա, դա վերաբերում է երկու կողմերին։ Փաստաթղթի խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցն է արկախված, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում, որ թեկուզ հենց այսօր պատրաստ ենք ստորագրել, ադրբեջանական կողմը ինչպես հայտնի է, առաջ է քաշում այդ սահմանադրության նախաբանից հղումը հանելու հարցը, ընդ որում ընդգծում են, ասում են սահմանադրության փոփոխությունը ձեր ներքին գործն է, ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք, մեր խնդիրը այն է, որպեսզի այնտեղ հղում չլինի, մեր
ձեր անկախության հռչակագրին, որը ըստ մեզ պարունակում է տարածքային հավակնություններ, ինչի հետ կապված հայկական կողմը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Երկրորդ ուղղությունը դա վերաբերում է կոմունիկացիաներին, ինչպես նշեցի, ամենակարևոր համաձայնությունը թեևս TRIP-ի համաձայնագիրն էր։ Դեռևս էլի 2 տարի առաջ Ալիևը հիշում ենք հայտարարում էր, որ մենք Զանգեզուրի միջանցքը բացելու ենք, դուք չտաք այդ ճանապարհը, մենք ենք վերցնելու, մեր սահմանապահները, ձեր սահմանապահների հետ մեր քաղաքացիները չպետք է որևէ ձևով առնչվեն, մենք որևէ մաքսային վճար չպետք է վճարենք, այսինքն բավական կոշտ հռետորաբանություն ունենք, որը նաև այս ռազմական ագրեսիայի տարեր ուներ իր մեջ։ Ինչ ունենք մենք այսօր։ Ստորագրվել է TRIP-ի համաձայնագիրը, որը ըստ էության պաշտպանում է կամ ամրագրում է հայկական կողմի կարմիր գծերը։ Հիշում ենք, հայկական կողմը ասում էր, որ ցանկացած հաղորդակցության ապաշրջափակում չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Այսինքն, այդ ճանապարհով ինչ անցնում է, պետք է հայկական կողմը հնարավորություն ունենա դրանք ստուգելու։ Բեռ է անցնում, քաղաքացի է անցնում, այդ ամեն ինչի ստուգումները պետք է իրականացնեն հայկական պատկան մարմինները։ Այդ սահմանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանի սահմանապահ ուժերը եւ մնացած այլ ընթացակարգերը իհարկե։ TRIP-ի համաձայնագիրը ստորագրվել է, էլի հրապարակված է, բոլորը կարող են ծանոթանալ եւ այդտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի կարմիր գծերը պաշտպանվում են, ապահովում են։ Միևնույն ժամանակ այստեղ նաեւ ֆինանսական բաղադրիչներ օդում կախված, թե ով է ֆինանսավորելու ի վերջո այս նախագիծը։ Եվ ամերիկյան կողմը, ինչպես հայտնի է, ստեղծել է հատուկ հիմնադրամ, որը արդեն Հայաստանում պետք է ստեղծի, Հայաստանում էլ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, մասնաբաժինները բաշխելով, այդ ֆինանսավորումը ամերիկյան կողմն է տրամադրում, հայկական կողմը ըստ էության տարածքն է տրամադրում, բայց այդ տարածքը շարունակում է մնալ Հայաստանի սեփականությունը։ Ավելին, երկաթգիծը, որը կառուցվելու է, դա էլ է պատկանելու Հայաստանի Հանրապետությանը։ Այդ հայ-ամերիկյան ընկերությունը միայն իրականացնելու է այդ երկաթգծոյի կառավարումը եւ ոչ ավելին, այսինքն կոնցեսիան։ Դա аэроպորտում կա, ներկայումս հայկական երկաթուղիներում այդ կոնցեսիան կա եւ այլն եւ այլն։ Հետեւաբար սա այն ամենակարևոր հարցերից էր, որը Ճեխքում հնարավորություն տվեց Ճեխքում ապահովել, որովհետեւ կոնցեսիա բառը կներեք, էլի կոնցեսիա բառը արդեն ինչ-որ կոնվենցիաների է բերում, հաշվի առնելով այն կոնցենսիան, որը մենք ունենք արդեն, ընդ որում դրա մասին էլ թերևս արժե խոսել, ինչու, որովհետև ստեցան տեսեք փորձագետների մեծ մասը գալիս է այն եզրահանգման եւ գալիս են ընդ որում պնդման տարբերակով, որ այս ամբողջ պատմությունը կապված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, այն տնտեսական սանկցիաները, որոնք կիրառում է Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության ոչինչի հետ կապ չունեն, բացի հենց TRIP-ից, այսինքն թիրախը TRIP-ն է, այսինքն ամեն ինչ անում են, անում է ռուսական կողմը, որ կամ հայկական կողմը պնդի, որ Ռուսաստանը պիտի մասնակցի այդ նախագծին, կամ հայկական կողմը հրաժարվի այդ նախագծից։ Այստեղ հստակ է, որ ռուսական կողմը հետաքրքրվածություն ունի ինչ-որ մասնաբաժին ունենալ TRIP ծրագրում, որովհետև ըստ էության ռուսական կողմի շահերից չի բխում Ռուսաստանի շրջանցող որևէ աշխարհաքաղաքական նշանակության երկաթուղի կամ միջանցք տրանսպորտային, որը շրջանցում է ըստ էության ռուսական կողմը։ Ավելին, ռուսական կողմի բանաձևը հետևյալն է, կամ այս հաղորդակցությունները ապաշրջափակվում են իրենց հովանավորությամբ, կամ չեն ապաշրջափակվում։ Սա հստակ է, որովհետև իրենք ագրգռված չեն, որ այս հաղորդակցությունները ապաշրջափակվեն, իրենք մասնաբաժին չունենան եւ Հայաստանը ստանա նաեւ այլ ընտրանքներ։ Դա բնականաբար չի բխում Ռուսաստանի շահերից եւ ինչպես հայտնի է ցանկացած երկիր առաջնորդվում է սեփական շահերով։ Ինչ վերաբերում է հաղորդակցություններին TRIP-ին, այստեղ բավական կարեւոր է նաեւ ընդգծել այն հանգամանքը, որ հայկական կողմի բոլոր պատկան մարմինները իրականացնելու են իրենց լիազորությունները սահմանեն։ Ընդ որում այստեղ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ամերիկյան գործընկերների հետ էլ շփումների ժամանակ իրենք ասում են, որ առաջիկա շրջանում մասնավորապես դիտարկվելու է միայն բեռնափոխադրումների հնարավորությունը, որովհետև դա ավելի հեշտ է կազմակերպել եւ այլն եւ այլն։ Այսինքն սկզբնական շրջանում բեռնափոխադրումներ են լինում, հետո արդեն երբ որ փոխվստահությունը ձևավորում այդ մեխանիզմները սկսում են նորմալ գործել, նոր քաղաքացիների մասով հնարավոր է հասկանալ։ Ու այստեղ կարևորը նաև փոխադարձ առավելությունների հարցը, որ այսինքն Հայաստանն էլ պետք է փոխադարձ առավելություններ ստանա ադրբեջանական կողմից, օրինակ Երասխից Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք անցնելու համար։ Ինչպես հայտնի է, իրանական կողմից մենք հիմնականում ձեռք ենք բերում կամ բեռնատարներով տեղափոխում ենք ծանր ապրանքներ, դա շինանյութ եւ այլն եւ այլն։ Դրանք Սյունիքի ճանապարհներով երբ որ անցնում են, դա լավագույն դեպքում տևում է 7-8
եթե ոչ 9 ժամ, եթե մի քիչ շատ ձյուն է գալիս, ուղղակի այդ բեռնատարը կարող է այդտեղ մնալ։ Եթե մենք ունենում ենք այս հնարավորությունը Նախիջևանի տարածքով, այսինքն Մեղրիից Նախիջևանի տարածքով մտնենք Երասխ, դա էականորեն մոտ 3-4 ժամով կրճատում է ճանապարհը, ինչը նաև կարևոր է հայկական կողմի համար։ Եթե հետագայում նաև երկաթգիծն է աշխատում Նախիջևանի գծով, դա լիովին այլ պատկեր է փոխում եւ նոր հնարավորություններ ստեղծում։ Այսինքն, այստեղ հարցը ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կապելու մասին, այլ նաև Սյունիքը Հայաստանի այս մյուս շրջանը, կենտրոնական շրջաններին կապելու մասին է, որովհետեւ խորհրդային շրջանում էլ այդ երկաթգիծը եւ ճանապարհը, որ անցել է Նախիջևանով, բավական մեծ կարևորություն է ունեցել նաև Հայաստանի հարավային շրջանում։ Ես հիշում եմ, իմիջիալուց երթև եկել եմ այդ երթուղով գնացել եմ Կապան ժամանակ։ Այստեղ նաև կարևոր է առանձնացնել կամ ընդգծել այն հանգամանքը, որ թրիփը միայն երկաթգծի կամ ճանապարհի մասին չէ, թրիփը նաև էլեկտրագծերի, խողովակաշարերի, մալուխների մասին է, եւ այս ուղղությամբ բավական այսպես էլի ակտիվ քննարկումներ կան, հատկապես էլեկտրագծերի մասով, վերջերս էլ ակտիվացել են այդ քննարկումները։ Գաղափարը էլի հետեւյալն է, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապ հաստատի օրինակ Նախիջևանի կամ Թուրքիայի հետ, կան ավելի ամբիցիոզ ծրագրեր, երբ որ քննարկվում է, որ այդ էլեկտրագծերով, բարձրավոտ մալուխներով հնարավոր է անգամ Թուրքիայից հետո եւս շարունակել դեպի Եվրամիություն էլեկտրաէներգիա մատակարարել, որովհետեւ ժամանակին կար նաեւ Սևծովյան ստորջրյա մալուխի գաղափարը, սակայն Սևծովում այդքան էլ հանգիստ չէ, ուկրաինական պատերազմով պայմանավորված, միևնույն ժամանակ այդ նախագիծը շատ ավելի թանկ է։ Հետաբար ցամաքային ճանապարհով այս էներգետիկ միջանցքի ձևավորումը շատ ավելի մատչելի է եւ եվրոպական կողմն էլ է հետաքրքրված։ Այստեղ լոգիստիկայի մասով մենք ունենք նաեւ այլ առաջընթաց, խոսքը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հանեց սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման համար, Հայաստանն էլ իմիջիայլոց ի պատասխան նույն ձևով իր սահմանափակումները հանեց ադրբեջանական ապրանքների տարանցման համար, սակայն Ադրբեջանը դեռևս չի օգտվում։ Մենք օգտվում ենք Ղազախստանից, Ռուսաստանից տարանցում իրականացվել է, դրանից հետո տեղի ունեցավ նաև այսպես մի քայլ եւս առաջ գնացին երկու երկրները առևտրի մասով եւ ադրբեջանական նավթամթերք սկսեց ներմուծվել, բացի այդ վերջին մեկ ամսում, եթե չեմ սխալվում, շինարարական որոշ ապրանքներ եւս ներմուծվել են եւ հիմա էլ քննարկվում է Հայաստանից հայկական ապրանքների Ադրբեջան արտահանման հարցը։ Պրակտիկ քննարկումներ կան, գործարարների մակարդակով քննարկումներ կան եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում մենք ականատես կլինենք նաեւ հայկական ապրանքների արտահանմանը։ Դա այդ վստահ եք դրանում, ինչի համար եմ ասում, որովհետեւ մամուլում էլ լրատվամիջոցներում էլ պատտվում է անընդհատ, որ իրականում ադրբեջանական կողմից կա 0 հետաքրքրություն։ Չէ, հետաքրքրություն կա, եթե չլիներ ադրբեջանցի գործարարները չէին գա Աղվերանում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես հայտնի է, երբ այս տարվա գարնանն էր, եթե չեմ սխալվում, Շահին Մուստաֆաև Մայր Գրիգորյան հանդիպումը տեղի ունեցավ, երկու երկրները պայմանավորվել էին, որ նաև գործարարների միջև շփումները պետք է ձևավորվեն, ուղղակի այստեղ նաև կա ադրբեջանական տնտեսության նրբությունները, եթե այսպես ասենք, այնտեղ մոնոպոլիզացված է բոլոր ոլորտները, ինչպես Հայաստանում մի 10-15 տարի առաջ, ու հետեւաբար այնտեղ այդ մոնոպոլիզացիաների պայմաններում նաև նոր աղբյուրից ինչ-որ բան բերելը մի փոքր բարդ է կազմակերպել, բայց իրագործելի է եւ կարծում եմ առաջիկա ամիսներին մենք կունենանք որոշակի արտահանում, ընդ որում դեռևս մամուլում շրջանառվող մի քանի տարբերակներ նշեմ, դա ալյումինի փայլատիթեղ, շաքարավազ, ծաղիկներ, այս տարբերակներն է քննարկվում, ի վերջո ինչ կարտահանենք, բարձ կլինի մի քանի ամիս անց։ Հաջորդ ուղղությունը երկու երկրների հարաբերություններում դա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է։ Այս ուղղությամբ ամենակարևոր առանցքային փաստաթուղթը ձեռք է բերվել դեռ 2 տարի առաջ, խոսքը վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգին, սակայն դրանից հետո կար որոշակի այդ մոտ 12.7 կիլոմետրի սահմանազատումից հետո որոշակի պաուզա կար եւ օգոստոսյան հռչակագրի ստորագրումը նաև որոշակի խթան հաղորդեց այս գործընթացին։ Հիմա կողմերը ավելի շատ տեխնիկական աշխատանքներ են անում եւ նույն Աղվերանի հանդիպման շրջանակում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին հենց սահմանազատման գործընթացի հետ կապված, որովհետեւ էլի թղթաբանությունը, քարտեզների նույնականացումը եւ այլն, սակայն կարեւոր է այն հանգամանքը, որ երկու կողմն էլ հստակ հայտարարում են, որ այս գործընթացը շարունակվելու է։ Ավելին կա պայմանավորվածություն, որ այն շարունակվելու է հյուսիսից հարավ, միևնույն ժամանակ ընդգծվում է, որ TRIP նախագծի իրականացմանը զուգահեռ, օրինակ Սյունիքում, երբ որ երկաթգծի կամ այլ նախագծերի հաղորդակցություններ անցնեն, այդ հատվածներում արտահերթ սահմանազատումներ են իրականացվելու, ինչը եւս բավական կարեւոր է։ Հաջորդ բլոկը հումանիտար կապերն են, այսպես ասած,
Հումանիտար կապերի շրջանակում, ինչպես հայտնի է, մեկնարկել է դեռ 2025 թվականի աշնանը խաղաղության կամուրջ նախաձեռնությունը հայ եւ ադրբեջանցի փորձագետների քաղաքասարության ներկայացուցիչների մասնակցությամբ այս ձևաչափը աջակցություն է ստանում ըստ էության երկու երկրների կառավարությունից եւ սա ուղիղ երկխոսության հարթակ է, երբ փորձագետները մի երկրից այցելում են մյուս երկիր ուղիղ առանց երրորդ երկրների մասնակցության եւ տարբեր քննարկումներ են ունենում նմանատիպ փոխադարձ այցեր են տեղի ունենում եթե Սա հիմնական ուղղություններն են։ Եթե փորձենք նաև ամփոփել ընդհանուր միջավայրը, հռետորաբանությունը մասնավորապես, այս ուղղությամբ էլ եթե մենք համեմատում ենք 2 տարի առաջ ադրբեջանական կողմի հռետորաբանությունը եւ ներկայիս հռետորաբանությունը, պարզ մոնիտորինգը ցույց է տալիս, որ կա էականորեն նվազեցում այդ ռազմատենչ հռետորաբանության։ Սա չի նշանակում, որ լիովին իդեալական այսպես խաղաղության կոչերն այնտեղից միայն հնչում, չէ, այնտեղ էլ կան դեռևս խնդրահարույց թեզերը, նարատիվներ շարունակում են, սակայն ծավալային առումով անհամեմատելի նվազել է այդ կոշտ հռետորաբանությունը հակահայ քարոզչությունը։ Սակայն միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ մենք ունենք դե ֆակտո խաղաղություն, սա դեռևս չի նշանակում բարեկամություն։ Ոմանք օրինակ ինչ որ հայտարարություն է հնչում Ադրբեջանից, ասում են, «Վայ, տեսեք, դուք խոսում եք խաղաղության գործընթացի մասին, բայց Ադրբեջանից նման հայտարարություն է հնչում»։ Խաղաղության մասին խոսելը դեռևս չի նշանակում բարեկամանալ, դա չի նշանակում, որ երկու երկրների միջև մրցակցային տարրերը պետք է վերանան, ավելին, որ երկու երկրները միմյանց նկատմամբ այսպես լիարժեք փոխվստահություն են ձևավորվել։ Ավելին, գործընթացը դեռևս ինստիտուցիոնալացված չէ, ինչպես նշեցի, համաձայնագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել, ավելին խաղաղության համաձայնագրի ստորագրումը դեռևս չի նշանակում վերջնական խաղաղություն։ Խաղաղությունը տարիների process է։ Եվրոպական 1000 մի օրինակ կա, ֆրանս-գերմանական պատմությունը կարող ենք նայել, այնտեղ էլ տասնամյակներ է տևել այդ գործընթացը, երբ որ երկու երկրներում ի վերջո այդ հաղթահարել են հետպատերազմական տրավմաները եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, այս վերքերը բնականաբար թարմ են։ Հակամարտությունից տուժած 100,000-ավոր մարդիկ կան։ Բնական ընդ որում ոչ միայն մեր կողմում, նաև ադրբեջանական կողմում։ Բնականաբար այս խաղաղության գործընթացի նկատմամբ կա նաև որոշակի կասկածամտություն, թերահավատություն, անվստահություն։ Սա նորմալ է, սա ցանկացած կոնֆլիկտաբանության մեջ, սա ինչ որ միայն մեզ բնորոշ ֆենոմեն չէ, սա նորմալ երևույթներ է, հաշվի առնելով այն ամենին, ինչով մենք անցել ենք։ Այնուամենայնիվ հիմա հարցերի հարցերին է, մենք շարունակում ենք նայել անցյալ ու կարճել այդ ամեն ինչից, թե այնուամենայնիվ փորձում ենք ինչ որ դեպի ապագա նայել, փորձել գտնել այն ընդհանուր շահերը, որը երկու կողմերին հնարավորություն կտա առաջ շարժվել այս պատերազմական էջից, փորձել այդ համագոյակցության բանաձևը գտնել, ու այստեղ մի կարևոր օրինակ։ Շատերի մոտ այսպես կամ թշնամու սև ու սպիտակի մեջ են դիտել, կամ թշնամի են, կամ բարեկամ։ Բայց այդ բարեկամության ու խաղաղության թշնամության մեջ այնքան նուրբ երանգներ կան, այնքան բաներ կան, որ պետք չի այսպես սև ու սպիտակով դատել։ Մի օրինակ բերեմ Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններից։ Այս երկու երկրների միջև քիչ չեն ողբերգական դեպքերը, եւ ցեղասպանության էլեմենտներով, Պոնտոսի հույների եւ տեղահանություններով եւ այլն եւ այլն։ Արդյոք մենք այսօր կարող ենք ասել, որ Թուրքիան եւ Հունաստանը բարեկամ երկրներ են։ Միանշանակ ոչ, որովհետեւ այդ երկու երկրները ունեն շփումներ, անգամ պաշտոնական փոխայցեր, քաղաքացիների ազատ ֆորմալ իմաստով դաշնակիցներ են նաև։ Անգամ ՆԱՏՕ-ի շրջանակում, ինչպես նշեցիք, իրենք պաշտոնապես համարում են անգամ դաշնակիցներ։ Բայց կարող ենք ասել, որ նրանք թշնամիներ են։ Թշնամիներ էլ չեն, որովհետև ելի ինչպես նշեցիք, շփումները բաները կան, բայց միևնույն ժամանակ այդ բարեկամության այսպես նշույլն էլ այդքան վառ չի արտահայտվում, որովհետև էլի հույները չեն մոռացել այդ անցյալը, հիշողությունը կա, ոչ ոք չի ասում պետք է մոռանան։ Եվ հետաբար հանրային ընկալումների տեսանկյունից, երբ որ մենք փորձում ենք ասենք թե ինչպես է հնարավոր երկու երկրների միջև խաղաղություն բան։ Իհարկե բարդ է պատկերացնել, բայց տեսականորեն հնարավոր է եւ կարծում եմ Հունաստանի եւ Թուրքիայի մոդելը բավական հետաքրքիր մոդել է։ Հունաստանի ու Թուրքիայի մոդելը հետաքրքիր մոդել է, բայց պետք է հաշվի առնենք, որ վերջին շրջանում տեղի ունեցել իրադարձություններ, որոնք ինքան էլ բարեկամական չես համարի, ամենադեպս Հունաստանի կողմից, ես չեմ դատապարտում, ուղղակի այդպես ստացվել է, հա, խոսքը վերաբերում է Հունաստան, Կիպրոս, Իսրայել այդ նոր ձևավորված առանցքին։ Չէ, մենակ չէ, նաև ռազմական։
Նաև ռազմական։ Չէ, նկատի ունեմ, որ ռազմական գործողություններ չեն մեկնարկել, այսինքն ռազմաքաղաքական Դե հա, էտել ու բարձ կասեին դասականները։ Հիմա տեսեք, բայց քանի որ դուք ասիք, որ հա պետք է նայել մեր գործողությունները պետք է միտված լինեն ապագային, անհնար է չնկատել այն, ինչ որ տեղի է ունենում հիմա, այսինքն որպեսզի այդ ապագան մի քիչ ավելի բաց լինի, էլի մեզ համար։ Իսկ ինչ մենք ունենք հիմա, արևմտյան Ադրբեջան խոսույթը Ադրբեջանից ոչ մի տեղ չի կորել։ Պարբերաբար, ընդ որում բավական բարձր մակարդակով այդ խոսույթը օգտագործվում է, այնտեղ էլի մի շարք այսպես բաներ կարելի է թվարկել, ինչ չի լինում, հա, եւ այդ ամենի ֆոնին Հայաստանի հասարակությանը համոզել, որ գիտեք ինչ կա, մենք գնում ենք այս ճանապարհով, այս ճանապարհը լավ տեղ է, տանել մի քիչ բարդ է դառնում։ Ներքաղաքական շահարկումներն էլ մի կողմից։ Ցավոք սորտի այս խաղաղության գործընթացը, ընդհանուր խաղաղության թեման բավական քաղաքականացված է Հայաստանում, դա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի։ Եվ իհարկե, ինչպես նշեցի, մեր մոտ շատ այսպես սև ու սպիտակով է դիտարկվում, որ եթե խաղաղություն են գնում, պետք է միանգամից այսպես կոճակը սեղմեն եւ այդ ատելության խոսք, այդ քաղաքականություն մի վարքյանում դադարի։ Նման բան հնարավոր չէ։ Սա պետք չէ այսպես բավական նաիվ գտնվել, որ ակնկալ էր, որ Ադրբեջանը մեկ օրում կամ մեկ ամսում պետք է դադարեցնի իր հակահայկական քաղաքականությունը կամ հռետորաբանությունը, ինչպես նշեցի, խնդրահարույց նարատիվներն ու թեզերի շրջանառումը շարունակվում է եւ դրանցից ամենավառ դրսեւորողներից մեկը դա արևմտյան Ադրբեջանի կամ ադրբեջանցիների նարատիվն է։ Այս թեզը իրենք դեռ 90-ականներից են ունեցել, սակայն պատերազմից հետո իրենք վերակենդանացրեցին այս նարատիվը, նաև ինստիտուտները վերակենդանացրեցին, այնտեղ ֆորմատները փոխեցին եւ այլն եւ այլն։ Այս նարատիվը իրենք, այսպես վատ նորություն ասեմ, իրենք շարունակելու են տարիներ շարունակ, որովհետեւ ըստ ադրբեջանական մոտեցման իրենք դրանով հակազդում են Արցախ հայերի վերադարձի թեմային։ Սա պլան մինիմումն է իրենց եւ իրենք ասում են, տեսեք, դուք մեզ ասում եք, մենք այս արևմտյան Ադրբեջանի թեզն ենք շրջանառում, ձեր ընդդիմությունը, ձեր քաղաքասարակությունը, ձեր արցախցիներին տարբեր միավորումները, սփյուռքը իրենք բարձրացնում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Հետեւաբար մեր պատասխանը սրան արևմտյան ադրբեջանցիների, ինչպես իրենք են ձևակերպում, վերադարձն է եւ փորձում են ստեղծել այս կոնտր արգումենտը։ Հիմա կարող ենք ժամերով քննարկել ինչքանով է համաչափ, ինչքանով չի համաչափ, սակայն հարցը այդ չի, հարցը այն է, որ ադրբեջանական կողմը ունի հստակ գործիք է ստեղծել ու դրանով է հակազդում։ Ամեն անգամ մենք դրանից բորբոքվում ենք, նյարդայնանում ենք, բայց դա է իրողությունը։ Ու հետեւաբար պետք է հասկանալ, թե այս պայմաններում մենք ինչպես ենք առաջ շարժվելու։ Ինչպես նշեցի, այս նարատիվից իրենք չեն հրաժարվելու, իրենք շարունակելու են սա օգտագործել, որովհետև եթե անկեղծ լինենք, վերադարձի նարատիվն էլ Հայաստանում բավական ակտիվ է, ել չեմ ասում ընտրությունների շրջանակում բավական ակտիվացվեց, ել չեմ ասում նաև այն հանգամանքը, որ ադրբեջանցիների վերադարձի թեման մեր մոտ այնքան բորբոքվեց նախընտրական շրջանում, այնքան գործիքայնացվեց այս թեման, որը կարծում եմ նորմալ չէ, էլի։ Բայց ընտրություններից հետո, եթե նկատեցիք, 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, չէ, ոչ միայն չեկան, այդ նենք մի կողմ, այդ խոսույթը վերացավ, միանգամից ընդորում են մարդկանց մոտ, որոնք որովհետև ինչպես նշեցի, քաղաքականացված է խաղաղության այս պրոցեսը։ Երեք Նարեկ Կարապետյանը, ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը հայտարարեց, շատ տարօրինակ հայտարարություն արեց, այն իմաստով, որ այլևս միջանցք չկա, դա ճանապարհ է, որովհետև ճանապարհը պետք է ունենա այս ատրիբուտները, ու մենք հասնելու ենք նրան, որ այդ ատրիբուտները լինեն։ Այսինքն այդ մոտավորապես այնա, որ եթե ես հայտարարեմ, որ այսօրվանից սկսած գետերը ունենալու են աճ ու ձախ ափ, հա, ու գալու եմ ստուգեմ, հիշում եք հայտի մուլտիմեջ որ ասում էր։ Հիմա վերադառնալով Ռուսաստանի գործոնին, ուժեղ Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի ըստ էության դրածո քաղաքական ուժ։ Հիմա երբ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները ասում են, չէ, լավ էլ միջանցք չի, արդեն ճանապարհը եւ այլն։ Դա ինչի հետ է կապված, մարտավարական փոփոխություն է, թե այնուհանդերձ ասեցին եկեք ակնհայտ բաները գոնե ընդունենք։
Կարծում եմ ավելի շատ մարտավարական փոփոխություն է, որովհետև նախընտրական շրջանում նպատակները լիովին այլ էին, այսինքն մաքսիմալ սրել իրավիճակը, սրել խորացնել այդ բաժանարար գծերը, ընկալումները ու փորձել այդ ֆոնին որոշակի քաղաքական դիվիդենդներ ստանալ։ Հիմա, երբ արդեն հետընտրական փուլն է, մի կողմից ցանկություն չկա այսպես բացահայտ դիրքավորվել որպես պրոռուսական ուժ, միևնույն ժամանակ առաջիկա ամիսներին գետնի վրա ձևավորվել են այն իրողությունները, որոնք ամրագրված են պայմանագրում։ Խոսքը օրինակ վերաբերում է երկաթգծի շինարարությանը եւ ինչ որ պահի այդտեղ այդ կարգավորումները բաները պետք է տրվեն, հայ սահմանապահները այդտեղ են լինելու, հետեւաբար այդ ժամանակ ինչ պետք է ասեն։ Այնտեղ են լինելու հայ մաքսավորները այդ ժամանակ ինչ պետք է ասեն։ Այսինքն սրանք այս նախագծի կյանքի կոչմանը զուգահեռ այն միֆերը, որոնք ձևավորվել են վերջին տարիներին Հայաստանում, հերթով հոդս են ցնդելու։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմն էլ ուժ գնացրել էր իր քարոզությունը եւ բարբերաբար հայտարարում էր անգամ Թրիփի համաձայնագրի ստորագրումից հետո, որ տեսեք մենք հասանք մեր նպատակներին եւ այլն եւ այլն։ Սակայն եթե համատում ենք այն Ալիևի նախնական հայտարարությունները, որ ինքը ասում էր մենք պետք է որևէ այս սահմանային ընդհանցակարգ չանցնենք, մենք որևէ մաքսատոկ չպետք է վճարենք, հայկական կողմը պետք է վերահսկողություն չունենա այդ ճանապարհի նկատմամբ։ Հիմա գետնի վրա լիովին այլ իրողություններ են ձևավորվում, որոնք, ինչպես նշեցի, ամրագրված են նաև փաստաթղթերով։ Ու բնականաբար ադրբեջանական կողմը շարունակելու է իր քարոզությունը, փորձելու ներկայացնել, թե իրենք հասել են իրենց ուզածներին եւ այլն, որովհետեւ ինչպես կարող է Ալիևը սխալվել։ Հիմա էլի վերադառնանք ռուսական թեմային, ինչու եմ ես անդադարում, որովհետեւ այնպեսի երբեմն նաև տպավորություն կա, որ Ռուսաստանի հռետորաբանության սաստկացմամբ, ճնշման հետ զուգահեռ փոխվում է նաև հռետորաբանությունը Ադրբեջանում, այնպեսի տպավորություն է, որ իրենք գոնե ինչ որ հարցերում միասին են գործում, ընդ որում փորձելով էլի միասին մեջտեղ բերել այդ 3+3 ձևաչափը, այսինքն եկեք նստենք այս ձևաչափով քննարկենք մեր տարածաշրջանում, ու ամենահետաքրքիրն է, որ ոչ միայն Վրաստանը բացարձակ հետաքրքրություն չի դրսևորում, այս վերջերս անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունը ասում է, ես ավելի լավ իմ հարցերը երկկողմ տրամաբանությամբ լուծում, մեկը Ռուսաստանից կոպիտ ասած խեր չկա։ 3+3 ձևաչափի հետ կապված վերջին նորությունն այն է, որ կա ըմբռնում, որ հանդիպումը, հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում։ Ու այս հարցը արկախվել է։ Արդեն ավելի քան 1 տարի արկախված է։ Ըստ էության ֆորմալ բացատրությունն է, դե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել, սակայն խորքային պատճառը ինձ թվում է այն է, որ ըստ էության երկու երկրներն էլ հետաքրքրված չեն այս պահին նման հանդիպման, նման ձևաչափով նման հանդիպման անցկացմամբ։ Չեն կարող բացառել, որ պատկերը կարող է փոխվել, որովհետև ադրբեջանական կողմի հռետորաբանությունը վերջին շրջանում ռուսական ուղղությամբ որոշակի փոփոխություններ է կրել, ընդ որում հետաքրքիր է նաև, որ ռուսական կողմը էականորեն այսպես վերանայումներ է կատարում իր քաղաքականության մեջ, մասնավորապես որոշակի զիջումների է գնում, խոսքը մասնավորապես վերաբերում է ինքնաթիռի միջադեպին։ Կհիշեք, դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ պետք է ներողություն խնդրեն, փոխհատուցում տրամադրեն։ Ռուսական կողմը էական ժամանակ դիմադրում էր այդ process-ներին, սակայն այս տարի ի վերջո համաձայնությունը կնքվեց, իհարկե այսպես ռուսական կողմը փորձեց դրան հնարավորինս հնչեղություն չտալ, եւ փոխհատուցման հարցն է համաձայնեցվել եւ այլ ներողությունների հարցն է համաձայնեցվել, ու այս բանին ասում են, որ այդ միջադեպը արդեն հաղթահարված է։ Սա նաեւ դրանից հետո տեղի ունեցավ նաեւ արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի բավական ջերմ մթնոլորտում, եւ միևնույն ժամանակ արձանագրվեց, որ իհարկե հարաբերությունները հրաշալի են, բայց մեդիա դաշտում դեռևս պահպանում են որոշակի խնդիրներ։ Ասել, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այնպիսին են, ինչպես տարիներ առաջ, միանշանակ ոչ, Ադրբեջանը որդեգրել է Ռուսաստանից որոշակի դիստանցավորման քաղաքականություն, որովհետև ըստ էության չունի այն կախվածությունները, ինչպես շատ այլ հետխորհրդային երկրներ, ունի իր կողքին դաշնակից Թուրքիա, ունի բավական այսպես
բավական մեծ ծավալի էներգառեսուրսներ, որոնք արտանում են եւ ֆինանսական լուրջ եկամուտներ է ապահովում, եւ հետաբար ստեղծված իրավիճակում Ռուսաստանի շատ մոտենալը որոշակի ռիսկեր է պարունակում նաեւ Ադրբեջանի համար։ Եվ վերջին տարիներին մենք տեսանք, որ հետեւողականորեն Ադրբեջանը փորձում է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցության լծակները, այդ թվում նաեւ այն փափուկ գործիքակազմը, Ռուսկի դոմի հետ կապված պատմությունը, Սպուտնիկ Ադրբեջանի հետ կապված պատմությունը, հետաբար Ադրբեջանը շահագրգռված չէ խորացնելու հարաբերությունները եւ ավելին ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ Ռուսաստանը պետք է Ադրբեջանի հետ հարաբերվի հավասարը հավասարի պես տարածաշրջանը, որովհետեւ իրենք չունեն այն կախվածությունները, ինչպես մյուսները։ Եվ հետեւաբար որպես գործընկեր պատրաստ ենք համագործակցել, եթե դուք մեզ վերաբերում եք նույն կատեգորիայի երկիր։ Իհարկե ռուսական կողմը այդքան էլ ուրախ չէ, սակայն ցավոք սրտի այս ազդեցությունների թուլացման ֆոնին ցանկացած գործընկեր կարևոր է այս պահին։ Էլ չեմ ասում Ռուսաստանի համար բավական կարևոր է Ադրբեջանի դերը Իրանի հետ կապի ապահովման, անխոչնդոտ կապի ապահովման տեսանկյունից, հյուսիս-հարավ միջանցքի ուղղությամբ բավական լուրջ ծրագրեր իրենք ունեն, եւ այդ ամեն ինչը ըստ էության կախված է Ադրբեջանից նաեւ։ Եվ խոշոր հաշվով կարող ենք ասել, որ վերջին տարիներին Ադրբեջանը մի կողմից թուլացրել է իր կախվածությունները Ռուսաստանից, միևնույն ժամանակ մեծացել է Ռուսաստանի կախվածությունը Ադրբեջանից տարբեր հարցերում, ու իրենց հարաբերությունները այս տրանսֆորմացիայի փուլում են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես հայտնի է, այս սահմանափակումները, որոնք ընտրություններից առաջ դեռ սկսեցին գործարկվել կամ կիրառվել Հայաստանի նկատմամբ, դրանք շարունակվում են, անգամ երկու երկրների ղեկավարների մակարդակով շփումներից հետո ընդունվեցին նոր սահմանափակումներ եւ ելի գալիս ենք հաղորդման ամենասկզբին հնչած մտքին, որ այս սահմանափակումների հիմնական նպատակը կամ հիմնական պատճառը այն չէ, որ Հայաստանը ցանկանում է գնալ Եվրամիություն եւ այլն, որովհետեւ բոլորն էլ, այդ թվում նաեւ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի ԵՄ անդամակցությունը մոտակա ամիսների, տարիների հարց չէ, սա կարող է ավելի քան 1 տասնամյակ տևել։ Հետաբար հիմնական հարցերի հարցը այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր կառուցվածքային ազդեցության լծակները, որոնք ունի Հայաստանում, խոսքը վերաբերում է երկաթգծին, խոսքը վերաբերում է ատոմակայանին եւ այլ հարցերի։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։